նախորդող շրջանում բալանսավորված եւ բալանսավորման արտաքին քաղաքականությունը իրականացրել ենք եւ դրա արդյունքում որ մենք ստացել ենք խաղաղություն։ Հիմա մեզ պետք է բալանսավորված եւ բալանսավորման քաղաքականությունը իրականացնել նաեւ տնտեսության մեջ։ Եվ մենք հիմա դա ենք անում։ Եվ այստեղ մեզ պետք է հանգիստ առանց նյարդերի քայլ գնալ առաջ, որովհետեւ այսօր պատմական իրադարձություններ են տեղի ունեցել։ Մենք երկաթուղային կապ ունենք Չինաստանի հետ։ Եվ այսօրվանից մենք երկաթուղային կապ ունենք Սիրիայի Արաբական Հանրապետության հետ, Թուրքիայի միջոցով։ Սիրիայի Արաբական Հանրապետությունը մեզ համար մեծ շուկա է։ Եվրոպական միությունը ինքը բարդ շուկա է, բայց Եվրոպայում կա երկրներ, որոնք Եվրոպական միության անդամ չեն։ Եվ ելի եմ ասում, առաջիկայում մեր բիզնես պատվիրակությունները այցելելու են այդ բոլոր ուղղություններով եւ այդ չեմ ասում, որ փաստացի ստացվում է, որ Թուրքիայի շուկան էլ է մեզ համար բացվում, որովհետեւ եթե մտնում է երկիր, իմիջիալոց նաեւ հետեւյալը տեղի ունեցավ, եթե տեղյակ եք, նախկինում Թուրքիայից Հայաստան ապրանքներ ներմուծել չէր կարելի եւ Հայաստանից Թուրքիա արտանել չէր կարելի, բայց տեղի էր ունենում փաստացի, դա ոնց է տեղի ունենում, Թուրքիայից ձևակերպում էր որպես ներկրում երրորդ երկիր Հայաստանի Հանրապետություն նույնն էլ արտահանումը, այսօր այդ խոչընդոտն էլ ավերացած եւ նախկինում, քանի որ դա գնի եւ արտահանման արագության վրա էականորեն ազդում է, շատ մեծ տնտեսական խոչընդոտներ է ստեղծում, այդ տնտեսական խոչընդոտները այսօր ըստ էության վերացած են։ Եվ հիմա այս իրադարձությունները տեղի են ունենում բոլորի աչքի առաջ եւ շատ կարեւոր է որ դուք գնահատեք այդ իրադարձությունները, բայց ես ուզում եմ ասել նաեւ որ այս բոլոր իրադարձությունները կապված են մի շատ կարևոր իրողության հետ։ Այդ իրողությունը խաղաղությունն է։ Հայաստանում ժողովուրդ ջան, ի վերջո հաստատված է խաղաղություն եւ ես բոլորին շնորհավորում եմ հաստատված խաղաղության առիթով։ Եվ այսօր պատերազմի եռագլուխ կուսակցությունը ինքը ինչ է ուզում ապացուցի, ինքը ուզում ապացուցի, որ խաղաղությունը վատ բան է։ Այսօր Բարգավաճ Հայաստան, Ուժեղ Հայաստան, կուսակցությունները, Հայաստան դաշինքը, իրանք Հայաստանից դուրս փողեր են ծախսում, որ Հայաստանի համար պրոբլեմներ ստեղծեն։ Շատ Հայաստանից դուրս փող են ծախսում, որ Հայաստանի համար պրոբլեմ ստեղծեն։ Այդ պրոբլեմները, եթե նույնիսկ ստեղծում են եւ կստեղծեն, չեն կարող լինել երկարատև։ Այդ պրոբլեմը կարա լինի մի շաբաթ, երկու շաբաթ, մաքսիմում 3 շաբաթ, բայց ես ձեզ երաշխավորում եմ, որ հունիսին այդ պրոբլեմները պարզապես գոյություն չեն ունենալու։ Ինչի, որովհետև իմիջիալը ձեզ ասեմ, մի քիչ գլուխ կովա։ Ես օրինակ կարծում եմ, որ Եվրասիական տնտեսական միության այն առանձնահատուկ, այսինքն ոչ թե կարծում եմ, այլ փաստը է դա։ Ես միակ պաշտոնյան եմ Եվրասիական տնտեսական միության, որ համ բարձրագույն տնտեսական խորհրդի անդամ եմ, համ միջկառավարական խորհրդի անդամ։ Այսինքն ուրիշ երկրի ղեկավար չկա, որ ԵԱՏՄ-ում համ վարչապետների խորհրդի անդամ է, համ նախագահների խորհրդի անդամ է։ Մյուս բոլոր երկրները ներկայացված են կամ նախագահի բարձրագույն տնտեսական խորհրդում կամ վարչապետների խորհրդում։ Ես երկու տեղներ մասնակցում եմ, իհարկե նախընտրական քարոզարշավի ընթացքում ես չեմ կարողանալու մասնակցել, ես գործընկերներից տեղյակ եմ պահել դրա մասին, բարձր նախընտրական քարոզարշավը, բայց ընտրություններից հետո ձեր վստահության քվեն ստանալուց հետո ես կրկին ակտիվ մասնակցելու եմ եւ այդ բոլոր հարցերը որ ծագել են, դրանք շատ արագ լուծվող աշխատանքային հարցեր են։ Դրանք չեն կարող պարզապես չլուծվել, որովհետեւ եւ կարծում եմ ընդհակառակ, այսօր մենք պետք է գնահատական տակ, այնօր Ռոբերտ Քոչարյանը պարզ ասում է հետեւյալ հարցազրույցի մեջ, ասում է ես ակնկալում եմ պրոբլեմներ։ Ես ակնկալում եմ Հայաստանի համար պրոբլեմներ։
Մենք պարզ է, որ դուք ակնկալում եք Հայաստանի համար պրոբլեմներ։ Մենք էլ ոչ միայն ակնկալում ենք Հայաստանի պրոբլեմների լուծում, այլև լուծել ենք, լուծում ենք եւ կլուծենք Հայաստանի հետ կապված բոլոր պրոբլեմները։ Եվ այստեղ որևէ կասկած լինել չի կարող։ Բայց մենք էլ ենք պրոբլեմներ ակնկալում, բայց իրանց համար։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանի համար ես ակնկալում եմ մեծ պրոբլեմներ, որին կնեն շատ երկար ժամանակով նստի բանտում կոնկրետ մարտի 1-ի գործով։ Ես պրոբլեմներ եմ ակնկալում կալուգացի օլիգարխի համար, որը Ժորժյան տասնյակ տարիներով մեր մանկապարտեզների վրա ավել հոսանքի փողագրել այդ մարդը եւ դրել գրպանը։ Կալուգացի օլիգարխը մեր մանկապարտեզների, մեր զորամասերի, ընդհանրապես մեր բնակության վրա, այսօր մեր իրավապահները ինչ են հայտնաբերել։ Ասենք դուք բոլորը, հələ մի հատ, եթե ուշադիր եղեք, բան արեք, ստուգեք։ Դուք բոլորը այս տարվա հունվար ամսին օրինակ վճարել եք էականորեն ավելի պակաս հոսանքի գումար, քան անցած տարվա հունվարին։ Որտեղ անցած տարվա հունվարին, երբ որ հեծը գտնվում էր կալուգացի օլիգարխի տիրապետության տակ, բոլորի վրա հոսանքի ավել գումար ա գրվել։ Իսկ այս տարի, երբ որ հեծը գրվում է մեր տիրապետության տակ, ձեր հոսանքի գումարները պակասել են։ Հələ գնացեք թղթերը հանեք, մի հատ բացեք։ Եվ իմիջայլոց ուզում եմ ասեմ, գիտեք ես ոնց է բացվել, ոնց է բացահայտվել, եւ ով է բացահայտել, եւ ինչն է բացահայտել։ Այս բացահայտելը ուրեմն Երևանի պետական համալսարանում տեղադրված սուպերկոմպյուտերը, որը մենք նախորդ տարի տեղադրել ենք եւ պետական բյուջեից կարծեմ 2 միլիոն թե 3 միլիոն դոլար ենք ձեռք բերել եւ տեղադրել ենք։ Հիմա մենք տվյալները տալիս ենք սուպերկոմպյուտերին, բան կոշիկի ռազմերից սկսած ասում է, թե ով մասնավորապես եւ սուպերկոմպյուտերը վերլուծել է եւ այս տարվա վճարումները նախորդ տարվա վճարումներից հոսանքի միլիարդներով պակաս են, միլիարդ դրամներով։ Ընդ որում ամեն մարզում մոտավորապես տարվա կտրվածքով կամ ամիսների, այսօր մոռացա ճշտեմ, այս ընթացքում կճշտեմ, ամիսների կտրվածքով միլիարդների տարբերություն է տալիս հոսանքի գումարը այս տարվա եւ նախորդ տարվա։ Այս տարվան ավելի քիչ է, այս նախորդ տարվանը ավելի շատ է։ Եվ այսպես միլիարդներ, տասնյակ միլիարդավոր դրամներ են գողացել ձեզնից հոսանքի ավել գումարներ գրելով։ Եվ մենք իմիջայլոց այնպես չի, որ դրանով չենք զբաղվել։ Մենք զբաղվել ենք, տեսել ենք, հատիկ հավաքել ենք եւ վերջո որոշում ենք կացրել, որ Հայաստանի էլեկտրական ցանցերը պետք է լինի պետական։ Եվ Հայաստանի էլեկտրական ցանցերը այսօր պետական է եւ որպես ըստ էության կոպեկներով սեփականաշնորհածը մենք վերադարձրել ենք։ Մենք նաեւ 2018 թվականից պետական բյուջե լրացուցիչ մտցրել ենք 6 միլիարդ դոլար։ 6 միլիարդ դոլարն է, որ եթե հեղափոխությունը չլներ, շարունակելու էր հոսել քրեական օլիգարխիայի գրպանը։ Մենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը նախպետությունը փայ ունի, այսօր 21%-ից ավելի, եւ 2018-ից 2025 թվականը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը շուրջ 300 միլիարդ դրամով ավելի գումար է վճարել պետական բյուջե, քան նախորդ 8 տարիների ընթացքում։ Հաջորդը մենք Ծառոկյան Գուլոյան կլանի առաջին խոշոր բռնագանձումն ենք իրականացրել եւ մասնավորապես Կոտայքի նախկին մարզպետ Կարո Գուլոյանի առանձնատունը 2.5 միլիոն դոլար շուկայական արժեքով այլևս իր սեփականությունը չի ժողովուրդ, այլևս Հայաստանի ժողովրդի սեփականությունն է։ Եվ մենք առաջիկայում այնտեղ ստեղծելու ենք ծերերի խնամքի կենտրոն, այն ծերերի, որոնք առանց խնամքի են մնացել։ Ավելին ասեմ, մենք 2018 թվականից մինչև օրս շուրջ մենակ ապօրինի գույքի եւ համայնքային սեփականության վերականգնման process-ով 770 միլիոն դոլարի գույք եւ դրամական միջոցներ ենք վերադարձրել պետական բյուջե։ Մենք ֆինանսների նախկին նախարարի տունը
Միացյալ Նահանգներում հանել ենք վաճառքի մեր դատախազության հայտով։ Միացյալ Նահանգները հանել է վաճառքի եւ հիմա բյուջեի 70 այդ վաճառքի գնի 70%-ի փոխանցումն է տեղի ունենում Միացյալ Նահանգներից Հայաստանի պետական բյուջե։ Ընդ որում ինչի 70%-ը դա կապված է Միացյալ Նահանգների օրենքների առանձնահատկությունների հետ։ Հիմա դուք կհարցնեք, շատ լավ է, միլիարդ ընդ միլիարդ, ինչ է կարել այդ փողերը։ Մենք ինչ ենք կարել այդ փողերը։ Մենք այդ փողերը թոշակ ենք ավելացրել, ժողովուրդ ջան, թոշակ ենք ավելացրել։ Ճիշտ է, թե ճիշտ չի։ Մենք 2018 թվականից 7 տարբեր որոշումներով թոշակ ենք ավելացրել։ Եվ այսօր մեր պատմության մեջ առաջի անգամ նվազագույն թոշակը 2018 թվականից մինչև այսօր մենք եռապատկել ենք։ 2018 թվականին եղել է 16000 դրամ, այսօր 46000 դրամ է, չհաշված անկանխիկ առևտրի դեպքում հետվճարը։ Հաջորդը էլ ինչ ենք արել, առողջության ապահովագրության համակարգ ենք ներդրել։ Կամ մարդիկ, որ օգտվել են առողջության ապահովագրության, դե ծափ տվեք։ Մենք դպրոցներ ենք կառուցել, մենք մանկապարտեզներ ենք կառուցել, մենք ճանապարհներ ենք կառուցել։ Հյուսիս հարավը տեսել եք, ժողովուրդ ջան, հյուսիս հարավը տեսել եք։ Հավանիչ տեսանյութը և բաժանորդագրվիչ նորությունները բաց չթողնելու համար։